Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, Civilnet-ի տաղավարում այսօր հյուրընկալել են գրող հրապարակախոս Արաքել Սեմիջյանին։ Բարև ձեզ Արաքել, ավարտվեցին մայիսի 5 Երևանի ավագան ընտրությունները, հնչում են տարատեսակ մեկնաբանություններ եւ որ ինձ համար առավել քան տհաճ է, այսպիսի մեկնաբանությունների ու տեքստերի եմ հանդիպում, որ Երևանը ծաղվեց 4 տարով հանրապետականներին, երևանցիներից նման բան չենք սպասում եւ այլն եւ այլն։ Մեկը ինձ համար բավականին այսպես տհաճ է այդպիսի հայտարարություններ լսել, քանի որ մենք ունենք օրինակներ, երբ այդ նույն ժողովուրդը քվեարկում են բոլորովին այլ կերպ, այլ մոտիվացիաներով, բայց այս անգամ ստացվեց այլ կերպ։ Խնդրեի մեկնաբանել, ինչու այդպես ստացվեց եւ արդյոք ինչ տեղին են այդպիսի պիտակավորումները։ Նախ ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ ժողովրդին ծախված անվանել դա չի կարելի, որովհետև մարդը համապատասխան պայմաններ չկա եւ մարդը գնում է ընտրակաշառք վերցնելու, որը որ հանցագործություն է, բայց հարց այդտեղից եկեք չսկսենք։ Բոլոր ցանկացած երկրում ընտրակեղծիքներ տեղի ունենում են, ցանկացած երկրում, նույն Հայաստանում էլ է։ Նույնիսկ եթե սարսափելի ընտրակեղծիքները 98 թվականին, 2003-ին, 2008-ին սարսափելի, նաև որոշակի քանակով ընտրակեղծիքներ եղել են, բայց որ պետությունը նպաստի, որ մարդը ինքը աջակցի, որ մարդը ընտրակեղծիք վերցնի, դա համատարած, դա արդեն պետության կողմից մարդուն ոչնչացնելու միջոց է։ Կազմակերպված հանցագործություն է, հիմա լցոնումներ եղել են բոլոր ժամանակներում որոշակի աշճանի, հիմա լցոնում եղել է, բայց լցոնումն ու մարդուն պետականորեն ընտրակաշառքի դրդելը դա լրիվ ուրիշ երևույթ է, որովհետև ցանկացած պետության համար ամենակարևոր բանը կայացման համար դա անկաշառ մարդու տիպար ձևավորել է, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է անկաշառ լինի։ Կարող է գայթակղվել, մարդը կարող է գայթակղվել, ինքը իրենով կաշառք վերցնել, մարդը կարող է գայթակղվել ընտրակեղծիք անել իր կուսակցության համար, իր ընկերոջ համար, բայց որ պետականորեն մարդուն փչացվի, դա սարսափելի ծանր երևույթ է։ Ինչ որ տարբերակ կա դրա դեմն առնել, օրինակ տեսեք շատերը նշում են, որ ընդամենը 2 ամիս առաջ փետրվարի 18-ի ընտրություններին կրկին կաշառեցին, կրկին մասսայական ընտրակաշառք, բայց ժողովուրդը գնաց եւ այլ ընտրություն կատարեց, չառաջնորդվեց ընտրակաշառքով։ 2 ամիս առաջ ընտրակաշառքի համատարած մեխանիզմ չի մշակված չի եղել, քանի որ իշխանությունները վտանգ չունեին իշխանությունը կորցնելու եւ իրենք խնդիր չէին դրել ընտրակաշառք, այսինքն ժողովրդին մասսայական ընտրակաշառք բաժանելու։ Դե այդպիսի ազանգեր եղել են մասսայական։ Մասսայական չի եղել։ Եղել են հիմնականում քաղաքներ, գյուղերում, իսկ քաղաքները ինչի էր կապված քաղաքների հաղթանակը շատ ավելի քիչ, քան թե հիմա, որովհետև անհամեմատ ավելի քիչ, որովհետև եթե վտանգ չի տեսնում իշխանությունը, իմաստը որն է, որ ընտրակաշառք բաժանելու։ Ինքը ընտրակաշառք է բաժանում այն ժամանակ, երբ որ վտանգ կա իր իշխանությունը կորցնելու մասսայական։ Իսկ որ վտանգը չկա, բացի դրանից 2 ամիս առաջ լրիվ ուրիշ սիստեմ էր աշխատում, 2 ամիս առաջ, եթե կարող ենք այսպես սիմվոլիկ անվանել, միշիկական ձևներ կիրառվում իշխանության, այսինքն 2 ամիս առաջ փորձ էր արվում, որ համեմատաբար մեղմ ձևի հիմնական լրատվամիջոցների միջոցով ընտրություններ իրականացնել, որ զերծ պահելով թաղային հեղինակություններին, հանցագործներին ընտրություններից։ Հիմա այդ միշիկական ինչի է կոչվում։ Միշիկական, այսինքն այդպես է կոչվում, քանի որ լրատվական ամբողջ դաշտը իրենք են վերահսկում եւ երիտ թևի այն ինտելիգենտ մասսան, որը որ արտասահմաններում որոշակի կրթություն է ստացել եւ չես կարող թաղի խուժանի հետ համեմատել։ Մարդիկ իրենք ավելի զարգացած են, քան թաղի խուժանը, երբեք չես համեմատի։ Եթե ավելի սիմվոլիկ ասենք, ակնոցավոր տղաներ են, որոնք որ առաջին հայացքից կարող են նաեւ համակրելի թվար, բայց իրենք ավելի վտանգավոր, ավելի կեղտոտ գործ էին անում, քան թե թաղային հեղինակությունը, որովհետև ամեն ինչ անում են գաղտնի տակից։ Իսկ հիմա, քանի որ այդ մեխանիզմը չաշխատեց եւ այդ մեխանիզմի հետո չկիրառվելուց հետո
մի շիկին գործ ուղեցին դեսպան աշխատելու արտերկրում։ Հիմա հետ վերադարձ տեղի ունեցավ այն մեթոդներին, որը որ կատարվում էր մինչ այդ, դա արդեն թաղային խուժանի վրայի հենվելն է։ Թաղային խուժանի վրա հենվելը նաև ես սկսեմ ամենավտանգավոր բանից, որը որ տեղի ունեցավ հիմա։ Ամենավտանգավորը նա էր, երկու ֆակտոր նշեմ, ամենավտանգավորներից առաջինը նա էր, որ թաղային խուժանը ոստիկանների հետ միասին փողոցում կանգնած ընտրատեղամասերից դուրս, ընտրատեղամասերի ներսում համեմատաբար հանգիստ էր, մարդկանց բացահայտ կաշառում էին։ Նորություն չէ 2008 թվին նույնն 2008 թվին ժողովուրդը ոտքի կանգնած էր, արթնացած էր եւ հույսը բաժանում էին, բայց բաժանումը նայեք, եթե մարդուն ծեծում են, սպանում են, մարդու մոտ դիմադրություն է առաջանում, որ ինքը հակադարձի, բայց երբ որ սարսափելի նայව, երբ որ մարդուն փչացնում են, դրանից հետո մարդու դիմադրողականությունը ընկնում է։ Հիմա վտանգը նա է, որ մարդուն փչացնելու մեխանիզմ է գնում, բոլոր մարդկանց փչացնելու մեխանիզմ, այս կամ այն կերպ, այսինքն նաև այն ձևով, որ տեսներ եւ հանցագործության մասին հաղորդագրություն չտալ։ Նաև ես իմ երկրում ես չեմ ուզի, որ ասում են գաղժ մթնոլորտ։ Գաղժ մթնոլորտը նա է, որ ես չեմ ուզի տեսնել ոստիկան, որը որ խեղճացած է թաղի խուժանի հանդեպ։ Դա է գաղժ մթնոլորտը, որ մարդը փողոցով անցնում է եւ տեսնում է ոստիկանը խեղճացած վիճակում, իսկ թաղի խուժանը երկրորդ ֆակտորը, ասեմ ձեզ ինչ էր, որը որ սալյուտների էֆեկտը, որ սալյուտ են տալիս, ինչի համար, այսինքն ժամը 1-ին հազարավոր երեխաներ քնած են, որ հաջորդ օրներ դասի պետք է գնան կամ մանկապարտեզ պետք է գնան, իրենք ահաբեկվում են ինչի համար, որ մարդիկ չեն ուրախանում, դա ցույց են տալի, որ թաղի խուժանի հաղթանակը ժողովրդի նկատմամբ։ Դա ցինիզմի ամենաբացահայտ, այսինքն դուք որպես մարդ ոչնչացված եք, այս երկրի քաղաքացի, դուք որպես երկրի քաղաքացի ոչնչացված եք, որովհետև թաղի խուժանը ձեզ հաղթեց։ Սա սարսափելի բան է, որը որ դրանից ավելի վատ արտագաղթի նպաստող երևույթ ես չեմ կարող գտնել։ Առաքել ընդդիմության պարտությունը մեծ հաշվով պարտություն է, որովհետև Հայազգային կոնգրեսը դան չհայտնվեցին խորհրդարանում, ավականիում մյուսը քիչ չափով չգիտեմ ինչքանով էլ արժանի, ինչքանով արժանի չէր, ամեն դեպքում միայն ընտրակաշառքով ես բացատրում ընդդիմության պարտությունը։ Այստեղ ոչ միայն ընտրակաշառքի խնդիրն է, այստեղ խնդիր էր դրված իշխող կուսակցության մոտ, որպեսզի երկու Հայաստանի հիմնական գաղափարական ուժերին դուրս թողել գործընթացներից։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում երկու գաղափարական ուժ կա, մնացածը այս կամ այն կերպ այդքան էլ գաղափարական չեն։ Մյուսը Հայազգային կոնգրեսն է, որ ամբողջությամբ գաղափարական ուժ է։ Իսկ եթե դու գաղափարական ուժ չունես, մնացած ամեն ինչ վերադառնում է այդ ձեր ասած միֆական կամ նույն ձևի ասեմ կաշառքի կամ լավ տղայի, վատ տղայի տիրույթ, որովհետև գաղափարախոսություն գոյություն չունի։ Բայց ես մի բան կարող եմ ասել, որը որ կարող է որ սփոփոխ հնչել, որ այդ երկու ուժերն էլ ամեն մեկը 20,000 ձայն միայն Երևանում հավաքեցին, մոտ 20,000, իսկ 20,000 մարդը գաղափարական մարդիկ, որոնք որ չեն կաշառվել, չեն վախեցել, չեն ահաբեկվել, եւ ընդհանրապես մարդիկ, որ որևէ ձևով չեն տատանվել, դա դառնում է 40,000, եթե գումարենք այլ կուսակցությունների գաղափարական մարդկանց հետ, ես դրանց վրա պետք է երկիրը հիմնվում է միայն ու միայն գաղափարական մարդկանց վրա, մնացածները այսպես թե այնպես տատանվող եւ փախնող, միայն գաղափարական եւ միայն նվիրյալ մարդկանց վրա, որոնք որ զրկանքների գնով իրենք կանգնում են իրենց գաղափարի շուրջ, 40-50,000-ով հնարավոր է որևէ բան անել։ Այդքան մարդ կա եւ այդքան մարդ կա, անկաշառ այդքան մարդ կա։ Իսկ մի հատ էլ ասեմ, հետո վերադառնամ, ու այդ թվից պետք չի բան լինել, եթե ավելի օբյեկտիվ լինենք, կարող ենք ասել Ղարաբաղյան պատերազմին էլ 50,000-ից ավել մարդ չի մասնակցել։ Հենց էլի այդ այն մարդիկ էին, այդքան մարդ։ Այսինքն քրիտիկական այդ զանգվածը մնացել է, որոնց շուրջ կարելի է ինչ-որ նոր process ստեղծել, որ կարելի է մարդ հավաքել։ Նաև հատ մարդկանց հետ աշխատել, որ վերջին հարցը ընդդիմության պարտության էլի ես ուզում եմ անդրադառնալ։ Հասկանալի է իշխանության գործունեության մեթոդները, որ ոստիկանությունը կանխարգելիչ ֆունկցիայի փոխարեն զբաղվում է, այսպես ասած, չգիտեմ,
անհետեթ հաղորդագրություններ տարածելով պետական համակարգը աջակցում է այդ ընտրակեղծարարությանը, բայց ընդդիմությունը իր քարոզարշավի ընթացքում որևէ սխալ թույլ չի տվել։ Տեսեք, նշում էին, որ սա պետք է վերածել ՀԿ-ի դեմ այսպես հանրաքվեի, անվստահության հանրաքվեի, սակայն կարծես թե այդպես էլ չստացվեց։ Ինձ թվում է ստացվեց։ Այսինքն ես ուզում եմ սխալների մարտավարության ռազմավար եղել է թե չի եղել։ Շատ կարճ ներկայացնել։ Եթե մարդը ինքը իրենով ցանկացած կընտրակաշառքից կամ վախից ինքը գնում է եւ իր ընտրությունը տալիս է այն մարդուն, որը որ բանակում չի ծառայել, ապօրինի միջոցներով դարձել է միլիոնատեր։ Դրանում ես որևէ ձևով չեմ կարող օգնել, այն դեպքում, եթե ինքը ունի ընտրության հնարավորություն, ընտրել այնպիսի մարդկանց, ովքեր որ եւ պատերազմին են մասնակցել, եւ վիրավորվել են, եւ մինչեւ այսօր իրենց քրտնաջան աշխատանքով իրենք իրենց տունը պահում են։ Եթե մարդը ընտրում է դրան, ես այդ մարդուն որևէ բանով չեմ կարող օգնել։ Այսինքն դա արդեն ոչ թե ընտրության կամ սխալ քարոզարշավի, այլ ուղղակի բարոյական արժեքների խնդիր է, որ մարդը ինքը այդպիսի ընտրություն է կատարել։ Ես նաև չեմ կարող մեղադրել հիմա նայեք այն ոստիկանին, որը որ կոտրված կամ փշրված վիճակով, որովհետև ոստիկանը ինքը իրենով մարդ է, որը որ ինքն էլ իր արժեքի համակարգով ինքը եկել է մտել այդ համակարգ, որպեսզի պայքարի հանցագործների դեմ, բայց եթե այդ մարդուն հանձնարարում են, որ գնա եւ ծառայի հանցագործներին, այդ մարդը ինքը իր երեխայի երեսին ուզիթ չի կարող ունել որևէ պատասխան չունի, ինքը փշած, այո, ինքը 80 թե 100 կապ չունի, ինքը մարդը որպես մարդ փչացված է։ Ես ամենակարևոր բանն եմ ուզում ասել այստեղ, որ ամենամեծ արժեքը Հայաստանում դա մարդն է ու ցանկացած իշխանության խնդիրը պետք է լինի, որ մարդուն չկոտրի, մարդը չկոտրվի, մարդը մաքուր մնա ու բոլոր երկրները աշխատում են այդ մարդուն, դա հնարավոր է որ այդ մարդը հակասություններ ունի իշխանության հետ, բայց այդ մարդուն պահպանել, բայց եթե իշխանության նպատակը դրել այդ սկզբունքային եւ մաքուր մարդկանց փչացնելը, դա արդեն պետականությանը սպառնացող վտանգ է։ Շնորհակալություն Արաքել հյուրընկալվելու համար, մենք ավարտեցինք, հիշեցնեմ, որ այսօր մենք զրուցում ենք գրող հրապարակախոս Արաքել Սեմիջյանի հետ, տեսություն եւ ամենայն բարիք։